Ուշադրություն, բարի երեկո բարեկամներ։ Ուրարտում արձադաշտը հրավիրում է բոլոր ֆուտբոլասերներին հետևելու ԱՖԵԼ-ի Summer Cup-ի կիսաեզրափակիչ Ռեալ Մադրիդ Պալերմո հանդիպման ընթացքին ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս են գալիս խաղադաշտ։ Ամենից պատրաստ է հանդիպման մեկնարկի համար, թիմերը խաղին մոտեցել են մարտական կազմերով, մոտեցել են հաղթական տրամադրվածությամբ եւ այսօր կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթանակ տանեն եւ դուրս գան եզրափակիչ։ Քիչ անց վարքյաններ անց կլսվի մրցավար Գարիկ Բեգյանի մեկնարկային սոլիչը։ Ֆուտբոլիստները անհամբերությամբ են սպասում մրցավարի սոլիչին։ Հանդիպումը մեկնարկում է Պալերմո Ռեալ Մադրիդ։ Պալերմո Ռեալ Մադրիդ գնդակով Ռեալի ֆուտբոլիստներն են եւ եկեք այս պահին արդեն արագորեն անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո արդեն կհետևենք խաղի ընթացքին, սկսենք Պալերմոյից, համար 2 Օհան Օհանյան, համար 3 Ռուբեն Բուդաղյան, համար 4 Դավիթ Ավակյան, համար 5 Նորայր Անդրասյան, համար 6 Հայկ Մկրտչյան, համար 9 Գրիգոր Հովանեսյան, համար 11 Արսեն Ադամյան, համար 13 Գրիգոր Հովանեսյան, համար 26 Արամ Մարտիրոսյան եւ համար 30 Վահե Հունանյան։ Ադամյան առաջին հարվածը շեղ էր։ Անցնենք Ռեալին, համար 1 դարպասում Ալիրեզա, համար 8 Էրիկ Կարապետյան, համար 9 Արսեն Աբոյան, համար 99 Գոր Մանուչարյան, համար 10 Էրիկ Մանուկյան, համար 11 Արսեն Արսենյան, համար 28 Արմեն Ապերյան, համար 77 Սիրեկ Մակթախյան եւ համար 93 թիմի ավակ Արսեն Հակոբյան։ Հարված Ալիրեզայի պաշտպանած դարպասից Ռեալն է գնդակով։ Ուժեղ փոխանցում առաջ, Աբոյան փոխանցում, վտանգավոր կարող է ստացվել եւ ուժեղ էր Էրիկ Կարապետյանի փոխանցումը։ Եզրային նետում եւ հիմա տեսնենք արդեն Պալերմոյի գրոհը կորցնում են եւ Ռեալի պատասխան գրոհը անհաջող էր։ Եզրից կրկին Պալերմոն կնետի գնդակը։ Ադամյան Մանուչարյանը խլում է գնդակը, անմիջապես Պալերմոյի ֆուտբոլիստները շրջափակում են Գոր Մանուչարյանին, սակայն գրոհը շարունակվում է։ Կորցրեց Մանուչարյանը գնդակը, Հովանեսյան, փոխանցում դեպի Նորայր Անդրասյանը, տեղափոխում է կենտրոն, կրկին Անդրասյան, հարված, փակում են հարվածի ճանապարհը Ռեալի ֆուտբոլիստները եւ Ալիրեզան ուժեղ հարվածով այն ուղարկում է առաջ։
Ադամյանը խլում է գնդակը Հակոբյանից և փոխանցում կենտրոն, սակայն հարված Ալիրեզան տիրում է գնդակին և այն անմիջապես ուղարկում դեպի Մանուշավան Եղիազարյանը Կարապետյան հրաշալի է խաղում հեռացված է գնդակը, բայց այն մնում է Ռեալի ֆուտբոլիստների մոտ Մանուչարյան խաղի կանոնների խախտում Ադամյանը խախտեց կանոնները Մանուկյան շարունակում է փոխանցում Հիմա այն արդեն Ռեալի խաղացողներն են խախտել խախտում կանոնները Եվ նոր այր Անդրասյանը ձախ եզրով սլանում է առաջ փորձելով զարգացնել իր թիմի հերթական գրոհը Ադամյան, բայց Ալիրեզան իր տեղում է Աբոյանը չհասավ գնդակին մի փոքր ուժեղ թողեց իրենից գնդակը Հանովանյան Ադամյան Եվ հաշիվը բացված է Պալերմոն Արսեն Ադամյանի խփած գոլի շնորհիվ բացում է խաղի հաշիվը 1-0 բարեկամներ Հայո կրկին Արսեն Ադամյանը Պալերմոյի Ռմբարկուն և առաջատարը Հիմա արդեն հերթը Ռեալինն է գրոհելու Մանուչարյան Խաղի կանոնների խախտում Մանուչարյանի հետ պայքարում Անդրասյան խաղում է Ադամյանի հետ Եվ հիմա էլ Ադամյանի հետ պայքարում Ռեալի ֆուտբոլիստները խախտում են կանոնները և հենց տուժողն էլ կիրացնի տուգանային հարվածը Արսեն Ադամյան կարող է հրաշալի հնարավորություն է հաշիվը կրկնապատկելու բավականին վտանգավոր դիրքում են հիմա Պալերմոյի ֆուտբոլիստները ստացել տուգանային հարվածի իրավունք Ադամյան, հարված և պատկազմած ֆուտբոլիստները իրենց վրա են ընդունում հարվածը Եզրային նետման իրավունք են վաստակել հիմա Պալերմոյի ֆուտբոլիստները Օհանյանն է նետելու գնդակը Խախտում Չկա խախտում, ցույց է տալիս մրցավարը, բայց գրոհը շարունակվում է Հավաքյան Հարված Ալիրեզա Եվ ուժեղ փոխանցում դեպի Կարապետյանը Հրաշալի փոխանցում դեպի Էրիկ Մանուկյանին Բայց Մանուկյանի փոխանցումը անհաջող էր և տեսնենք Պալերմոյի հակագրոհը ինչ զարգացում կստանա Օհան Օհանյան Ադամյան Անդրասյան Խապս է տալիս, հարված վտանգավոր դրություն է Ալիրեզա հրաշալի է խաղում ևս մեկ հարված և 2-0 Գրիգոր Հովհաննիսյան 2-0 2-0
Եվ Ռեալը հայտնվում է բավականին դժվար ծանր իրավիճակում։ Մանուկյան շարժում է առաջ, բայց չկարողացավ հասնել գնդակին, զիջեց արագությամբ Պալերմոյի ֆուտբոլիստին։ Անդրասյան Ավակյան ստանում է կենտրոնում գնդակը Արսեն Ադամյանը, բայց վարքյաներից գնդակի կորուստ և հիմա Ռեալը կփորձի արագ զարգացնել իր հերթական հակագրոհը Կարապետյան։ Մանուկյանը հասնում է փոխանցմանը, վտանգավոր դրություն է և հարված դարպասից։ Ուժեղ էր փոխանցումը։ Անդրասյանը չհասավ գնդակին և եզրից հիմա Ռեալը կնետի գնդակը խաղի մեջ։ Կարապետյանը հասնում է գնդակին, ստանում է գնդակը և փոխանցում։ Ուժեղ էր փոխանցումը և կենտրոնով սլանում է առաջ Պալերմոյի ֆուտբոլիստը Հովհաննիսյան։ Փոխանցում և շեղեր։ Սա ավելի շատ հարված էր, քան փոխանցում։ Մանուկյան փոխանցում, ֆանտաստիկ գոլ կարող է ստացվել, եթե ստացվեր Կարապետյանի հարվածը, փորձեց շրջադարձ հարվածով գրավել դարպասը, բայց Օհանյան Խնդում առաջ և եզրային նետում Անդրասյանը կնետի գնդակը եզրից և ուժեղ հարվածով Աբոյանը հեռացնում է գնդակը իրենց տուգանային հրապարակից, բայց մնում է գնդակը հիմա Ռեալի մոտ Կարապետյան և խաղի կանոնների խախտում։ Տուգանային արված իրավունք են վաստակում Ռեալի ֆուտբոլիստները, փոխանցում առաջ, խառը իրավիճակ է և խաղի կանոնների խախտում։ Ադամյանը նահանջել է, ստանում է գնդակը, փոխանցում առաջ, Հովհաննիսյան, Հովհաննիսյանն է ստանում գնդակը, փոխանցում և Ալիռեզա։ Խախտում, խաղի կանոնների խախտում, այո։ Խաղի 14-րդ րոպեն է բարեկամներ։ Պալերմո Ռեալ Մադրիդ հաղթում են Պալերմոյի ֆուտբոլիստները 2-0 հաշվով։ Փոխանցում առաջ, անհաջող էր փոխանցումը և հարված դարպասից։
Լակյան Գրոյի ուղղությունը տեղափոխում են Զախիազար Անդրասյան Չեն շտապում Պալերմոյի ֆուտբոլիստները Ինչը իհարկե տրամաբանական է, քանի որ հաղթում են 2-0 հաշվով Ադամյան շրջանցում է Ռեալի ֆուտբոլիստին Օհանոհանյան Եվ անկյունային հարված Ռեալի ֆուտբոլիստից է գնդակը դուրս եկել դաշտի սահմաններից Փոխանցու Ալի Ռեզան դուրս է եկել և քիչ մնաց Գնդակը հայտով էր Ալի Ռեզայի դարպասում Խաղի կանոնների խախտում այս անգամ Պալերմոն է խախտել կանոնները վտանգավոր դրություն է հարված Եվ ինչպիսի դիրքից է վրիպում Էրիկ Կարապետյանը Հրաշալի հնարավորություն էր կրճատելու հաշվի տարբերությունը, բայց Հարվածի ընթացքում նաև վնասվածք է ստացել Ռեալի ֆուտբոլիստը հուսանք լուրջ չի լինի վնասվածքը Ադամյան Պալերմոյի հերթական գրող խապս է տալիս Երկրորդին է փորձում խապս տալ վտանգավոր դրություն է Հարված դարպասից, այո Հրաշալի ֆուտբոլ են ցուցադրում այսօր Պալերմոյի ֆուտբոլիստները Աբոյան Ադամյանը խլում է գնդակը և կենտրոնով շարժում առաջ Անդրասյան Հարվածում է դարպասին և Ալի Ռեզան իր բարձունքների վրա է Ռեալի պատասխան գրոհը Մանուկյան Հարված բարձր էր Բարձր են տանում հարվածը և Այո ամեն ինչ անում են Ռեալի ֆուտբոլիստները որպեսզի գրավեն մրցակցի դարպասը սակայն Պալերմոյին դեռևս հաջողվում է կազմաքանդել մրցակցի գրոհները Ադամյան Բավակյանը ստանում է գնդակը հարված Ալի Ռեզա և անկյունային Անկյունային արված Գրիգոր Հովհաննիսյանը կիրասնի անկյունայինը Փոխանցում դեպի Դուգանային հրապարակ հեռացնում են գնդակը և Չհասավ գնդակին Աբոյանը Հարված վտանգավոր դրություն է Ալի Ռեզա Մանուկյան սլանում է առաջ Շարունակում է Արսեն Աբոյան Մանուկյան, Մանուչարյան Մանուչարյան հասնում է գնդակին Մանուչարյանը և անկյունային հարված Փոփոխություն
Պալերմոյի կազմում։ Փոխանցում Մանուկյան հեռացնում են գնդակը Պալերմոյի ֆուտբոլիստները։ Շաբան Եղիազարյան երկար փոխանցում առաջ դեպի Մանուկյանը, բայց պատասխան փոխանցումն անհաջող էր։ Խապս է տալիս Ադամյանը, Անդրասյան։ Հարված Ալիրեզա։ Հրաշալի մարզավիճակում է Ռեալի դարպասապահը։ Կարապետյան, Մանուկյան, ստացվեց։ Այո, վերջին վճռորոշ փոխանցումը չի ստացվում այսօր Ռեալի մոտ։ Արսեն Ադամյան։ Գրոյի ուղղությունը տեղափոխվում է Ձախիազար դեպի Նորայր Անդրասյանը փոխանցում։ Հովհաննիսյան, խապս է տալիս։ Փոխանցում դեպի Դուգանային հրապարակ, հարվածը անհաջող էր Պալերմոյի ֆուտբոլիստի և հարված Ալիրեզայի պաշտպանած դարպասից։ Հրաշալի փոխանցում էր Մանուկյան, Արսեն Աբոյան, հարված, մնում է գնդակը Ռեալի մոտ, ևս մեկ հարված և գոլ, Գորմանուչարյան 2-1, Այո Գորմանուչարյանը կրճատում է հաշվի տարբերությունը։ Վերջապես Ռեալի այդքան գրողները տալիս են իրենց արդյունքը և 2-1 Անդրասյան հարված Շեղեր Ինչ է անում հիմա Ալիրեզան։ Քիչ էր մնում հայտնվել դարպասում գնդակը։ Ուժեղ փոխանցում առաջ չհասավ գնդակը Կարապետյանին։ Հարվածը բավականին բարձր է ընթանում։ Քիչ ժամանակ է մնում առաջին խաղակեսի ավարտին։ Պալերմոն հաղթում է 2-1 հաշվով։ Եվ եզրային նետում։ Հովհաննիսյան, փոխանցում Ձախիազար։ Ադամյան հարված, անհաջող է, հարվածը։ Չհասկացան հիմա միմյանց Ռեալի ֆուտբոլիստները։ Փոխանցում դեպի Օհանյանը։
Կարծես թե վնասվածք է ստացել Արսեն Աբոյանը։ Լքում է խաղադաշտը Աբոյանը։ Խաղադաշտից դուրս օգնություն ցուցաբերել Աբոյանին։ Կարող է շարունակել Աբոյանը հանդիպումը, ամեն ինչ կարգին է։ Տուգանային արված Գրիգոր Հովհաննիսյանը կիրացնի Տուգանայինը։ Փոխանցում առաջ։ Բավականին ուժեղ արված։ Եվ հանդիպումը ավարտված է բարեկամներ։ Առաջին խաղակեսը ավարտված է առաջին կեսից հետո 2-1 հաշվով հաղթում են Պալերմոյի ֆուտբոլիստները։ Այս բան կարճատև դադար, որից հետո կշարունակենք ռեպորտաժը։ Եվ այսպես վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ բարեկամներ, որտեղ այսօր տեղի է ունենում Աֆելի Summer Cup-ի կիսաեզրափակիչ Պալերմո Ռեալ Մադրիդ հանդիպումը։ Սկսված է երկրորդ խաղակեսը առաջին կեսից հետո 2-1 հաշվով հաղթում են Պալերմոյի ֆուտբոլիստները։ Գեղեցիկ, հրաշալի առաջին խաղակես ունեցանք։ 3 գնդակ խփված, չնայած նրան, որ թիմերը անդադար գրոհում էին։ Պալերմոյի 2 խփած գնդակներին Ռեալը պատասխանեց Գոր Մանուչարյանի խփած գնդակով։ Տեսնենք ինչպիսի ընթացք ունենա երկրորդ խաղակեսը։ Սիրեկը խլում է գնդակը, կենտրոնով շարժում է առաջ, փոխանցում և քիչ էր մնում, գնդակը հայտնվեր Պալերմոյի դարպասում, անկյունային հարված կիրացնեն Ռեալի ֆուտբոլիստները, Անուշավան Եղիազարյանն է պատրաստվում իրացնել անկյունայինը Մանուկյան, փոխանցում դեպի Տուգանային հրապարակ հարված և բարձր էր։ Հովհաննիսյան երկար փոխանցում առաջ դեպի Ադամյանը, բայց չհասավ Ադամյանին գնդակը, հիմա Մանուկյանն է ստանում գնդակը։ Հրաշալի անցում էր։ Խաղի կանոնների խախտում, այո։ Եվ բավականին վտանգավոր դիրքում Ռեալը ստանում է Տուգանային հարվածի իրավունք, խախտում են կանոնները Էրիկ Մանուկյանի հետ պայքարում։ Գնդակի մոտ Կարապետյանն է, որն էլ փորձի հիմա գրավել դարպասը, ի դեպ Էրիկ Կարապետյանը տիրապետում է բավականին հուժկու հարվածների և տեսնենք ինչպես հարվածի Կարապետյանը։ Շատ լավ հնարավորություն է իրականում հավասարեցնելու հաշիվը։ Կարապետյան հարված և հրաշալի է խաղում Պալերմոյի դարպասապահը։ Մատների ծայրերով գնդակը դուրս է բերում անկյունային։ Ռեալն է գնդակով փոխանցում առաջ ուժեղ էր։ Ուժեղ էր փոխանցումը և հարված
Պալերմոյի դարպասից։ Արսեն Ադամյան, Անդրասյան, հարված, գրոշարունակվում է, Հովանիսյան, և եզրային նետում, Նորայր Անդրասյանը նետում է գնդակը խաղի մեջ։ Փոխանցում։ Կարապետյանը ստանում է գնդակը, Մանուկյան։ Մանուկյան փոխանցում։ Պալերմոյի արագ հակագրոհը Ադամյան։ Շրջանցում է Ադամյանը և կորցնում գնդակը։ Ինչպիսի համար պայքար գնդակի համար բարեկամներ։ Գրոհի ուղղությունը տեղափոխվում է Աչիեզր դեպի Օհան Օհանյանը։ Հովանիսյան, հարված, բարձր էր հարվածը։ Այո, կանեն հնարավոր ամեն ինչ այսօր ռեալի ֆուտբոլիստները, որպեսզի կարողանան հավասարեցնել հաշիվը Մանուկյան փոխանցում Մանուչարյանը, ստանում է գնդակը, բայց վարկյաններ անց գնդակի կորուստ։ Տեսնենք ինչպես կզարգանա Պալերմոյի հերթական գրոհը, փոխանցում դեպի Անդրասյանը, ստանում է գնդակը։ Վտանգավոր դրություն է հարված և բարձր է ընթանում հարվածը։ Խաղադաշտում բավականին լավ են համագործակցում Էրիկ Մանուկյանը և Էրիկ Կարապետյանը։ Բազմիցս նրանք հրաշալի համագործակցության արդյունքում փրկել են Ռեալին կարևոր խաղերում։ Տեսնենք ինչպես կարողանան իրենց դրսևորել երկրորդ խաղակեսում։ Կարապետյան հարված։ Հրաշալի է խաղում Պալերմոյի դարպասապահը և անկյունային։ Հրաշալի հնարավորություն էր հաշիվը հավասարեցնելու, բայց Կարապետյանին պակասեց դիպուկությունը այս դրվագում։ Փոխանցում առաջ։ Անդրասյանը խլում է գնդակը։ Եվ խաղի կանոնների խախտում։ Հրաշալի է խաղում Արսեն Ադամյանը։ Ավակյան, Ադամյան, հարված, գոլ, դուբլ, Արսեն Ադամյան։ Այո, Ադամյանը գրավում է դարպասը կրկին փոխանցման հեղինակը Դավիթ Ավակյանն է, համար 4։ Կարապետյան։ Կրկին Պալերմոն է գնդակով։ Կարապետյանը ստանում է գնդակը և խաղի կանոնների խախտում, այո։
Խախտում են կանոնները Հերիկ Կարապետյանի հետ պայքարում։ Եվ հերթական վտանգավոր ստանդարտը կտեսնենք հիմա Ռեալի կատարմամբ։ Գորմանուչարյանն է գնդակի մոտ։ Կարողանա դառնալ դուբլի հեղինակ Մանուչարյանը, տեսնենք։ Փոխանցում և գոլ։ Գոլ բարեկամներ Էրիկ Կարապետյան 3-2։ Կարապետյանը դարձավ փոխանցման հեղինակ, այո, բայց գոլի հեղինակը Էրիկ Մանուկյան։ Կրկին Էրիկների համագործակցությունը ավարտվեց դարպասի գրավմամբ։ Վտանգավոր դրությունը հարված, հեռացված է գնդակը։ Բավականին հրաշալի կոմբինացիայի արդյունքում Ռեալը կարողանում է կրճատել հաշվի տարբերությունը և հիմա կանի արդեն հնարավոր և անհնարին է, որպեսզի հավասարեցնի հաշիվը։ Եղազարյան ուժեղ փոխանցում առաջ։ Չստացվեց դիպուկ հարված։ Եղազարյան։ Խաղի կանոնների խախտում, Էրիկ Կարապետյանը խախտեց կանոնները։ Տուգանային արված կիրասնեն Պալերմոյի ֆուտբոլիստները։ Ադամյան, բայց Ալիռեզան առաջինն է հասնում գնդակին։ Մանուկյան, Գորմանուչարյան, փոխանցում դեպի Տուգանային հրապարակ։ Խաբս է տալիս, բայց կորցնում են գնդակը Ռեալի ֆուտբոլիստները։ Ադամյան և Ալիռեզան գնդակը դուրս է բերում դաշտի սահմաններից։ Փոխանցում Մանուկյանը նահանջել է օգնության է հասնում պաշտպաններին։ Ռեալի հերթական գրոհը տեսնենք ինչ զարգացում կստանա։ Մանուչարյան խաբս է տալիս և կորցնում գնդակը, բայց գրոհ շարունակվում է, Էրիկ Մանուկյան հարված և խառին վիճակ է։ Հրաշքով հիմա գնդակը չի հայտնվում Պալերմոյի դարպասում։ Go.
Պալարմոն է գնդակով Օհանյան Ամենապերյան ուժեղ է փոխանցումը, բայց Կարապետյանը չկարողացավ ընդունել գնդակը, հասնել գնդակին հասնում է, բայց չի կարողանում պահել իր մոտ Արսեն Ադամյան Ված տարտասին հեռու տարածությունից, բայց անհաջող էր հարվածը Եղեզարյան Երիկ Մանուկյան շարժում է առաջ փոխանցում վտանգավոր դրություն կարող է ստացվել բայց Պալարմոյի դարպասապա տիրում է գնդակին Նորայր Անդրասյան, Ադամյան Ավակյան հարված, Սապելյանը իր վրա է վերցնում հարվածը, բայց մնում է գնդակը Պալարմոյի մոտ Եզրային նետում Կրկին եզրային նետման իրավունք են վաստակում Պալարմոյի ֆուտբոլիստները Ընդամենը մեկ գնդակ է հարկավոր Ռեալին հաշիվը հավասարացնելու համար տեսնենք Ավակյան հարված և բարձր է հարվածը Արսեն Աբոյան Խանցում առաջ և եզրից հիմա Աբոյանը կնետի գնդակը խաղի մեջ Եղեզարյան Խանցում է դուգանային հրապարակ Ասում է գնդակին Կարապետյանը, հիմա Մանուկյան Չեզոք ասում է սպարնալիքը Պալարմոյի ֆուտբոլիստները Սիրեք Մակտախյան Ավակյան Շարժում է առաջ Ադամյան Հարված և եզրային նետը Հասավ գնդակին Մանուկյանը ոչ արդեն գնդակը դուրս էր եկել դաշտի սահմաններից Խառը իրավիճակ է փոխանցում հարված և հետրիկ Արսեն Ադամյան հետրիկ հաշիվը դառնում է 4-2
Հաշիվը դառնում է 4-2 Արսեն Ադամյանը դառնում է հետ-տրիկի հեղինակ Հրաշալի մարզավիճակում է Ադամյանը Եվ հիմա վնասված կստացել Պալերմոյի ֆուտբոլիստը Իսան վնասված կլուրջ չի լինի Եվ վտանգավոր դիրքում Ռեալի ֆուտբոլիստները ստանում են ուղղանային հարվածի իրավունք Պալերմո Ռեալ Մադրիդ 4-2 հաշվով հաղթում են Պալերմոյի ֆուտբոլիստները Գորմանուչարյանն է իրացնում Տուգանայինը հրաշալի դիրքի հարվածելու համար Անուչարյան փոխանցում Չհասավ գնդակին Էրիկ Կարապետյանը Աբոյանը հասնում է գնդակին Եղիազարյան Խլում են գնդակը ռեալի ֆուտբոլիստները Անուչարյան խաղի կանոնների խախտում այո ակնհայտ էր այստեղ խախտումը Արսեն Աբոյանն է պատրաստում իրացնել Տուգանային հարվածը Տեսնենք վտանգավոր դիրք է իրականում Փոխանցում Կարապետյան փոխանցում Եղիազարյան գոլ 4-3 Անուշավան Եղիազարյան Անուշավան Եղիազարյանը կրճատում է հաշվի տարբերությունը 4-3 Վտանգավոր է Հարված Ինչ է կատարվում հրաշքով գնդակը չհայտնվեց Պալերմոյի դարպասում բարեկամներ Վարքյաններ անց կարող էր Ռեալը հավասարեցնել հաշիվը բայց Անդրեսյանը հիմա խլում է գնդակը սլանում է առաջ Եվ անկյունային հարված Քիչ ժամանակ է մնում խաղի ավարտին բարեկամներ Դրամատիկ հանդիպում Անկյունային հարվածը իրացված է, հեռացնում են գնդակը ռեալի ֆուտբոլիստները, բայց այն մնում է Պալերմոյի մոտ Աբոյան, փոխանցում Կարապետյան Ամեն ինչ անում են ռեալի ֆուտբոլիստները, ներդնում են իրենց բոլոր ուժերը հավասարեցնելու հաշիվը Եվ եզրային նետում
Հրաշալի մարզավիճակում է Էրիկ Կարապետյանը։ Տեսնենք, կարողանա խաղի վերջին րոպեներին Արված և Ալիրեզա երկար փոխանցում առաջ Մանուկյան փոխանցում բավականին լարված վերջաբան է բարեկամներ Ադամյան անմիջապես շրջափակում են և խաղի կանոնների խախտում Ադամյանն է իրացնում Տուգանային այսօրվա խաղի հերոսը Քիչ ժամանակ խաղին ավարտին Կարապետյան փոխանցում դեպի Աբոյանը Աբոյան Փոխանցում Հիմա վիճում են Մրցավարի հետ պահանջում են 11 մետրանոց հարված Բայց մրցավարը նշանակում է անկյունային հարված Փոխանցում Չեզոքացնում է սպառնալիքը Պալերմոյի ֆուտբոլիստները Ալիրեզա Երկար փոխանցում առաջ Խաղի կանոնների խախտում Ռեալի ֆուտբոլիստի կողմից Երկար փոխանցում առաջ Հարված շերեր Հասնում է Մանուչարյանը Փոխանցում Փոխանցումը ուժեղ էր, բայց Կարապետյանը հասնում է գնդակին Մանուկյան Մենապեդյան Աբոյան հրաշալի է խաղում Այո, գրոհում են անդադար Ռեալի ֆուտբոլիստները Եղազարյան Խաղի կանոնների խախտում, այո Մեկ րոպե Հանդիպման ավարտին 4-3 հաշվով Պալերմոն հաղթում է Ռեալը փորձում է հավասարացնել հաշիվը Գոր Մանուչարյանն է գնդակի մոտ վերջին շանսը Վերջին շանսը Մանուչարյան Փոխանցում Հեռացված է գնդակը ֆանտաստիկ հարված էր Գոլ Գոլ բարեկամներ հաշիվը հավասարվում է 4-4 4-4 Վերջ բարեկամներ հանդիպումը ավարտվում է 4-4 Պալերմո Ռեալ Մադրիդ 4-4 այս պահին կարճատև դադար, որից հետո կհետևենք արդեն 11 մետրանոց հարված աշարերին Բարեկամներ վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, այս պահին հետևում ենք Պալերմո Ռեալ Մադրիդ 11 մետրանոց հարված աշարեր Առաջինը Ռեալն է Գոր Մանուչարյան
Հարված և 1-0 Keeper! Պալերմոյի առաջինը կարվացի Նորայր Անդրասյանը համար 16 Տեսնենք Անդրասյան Անդրասյան և Ալիրեզա հարված և 1-1 Արսեն Արսենյան համար 11 Երկրորդ հարվածը Ռեալի հարված Հրաշալի է խաղում Պալերմոյի դարպասապահը ետ մղելով հարվածը 1-1 Դեռևս հաշիվը հավասար է Հիմա Պալերմոյի երկրորդ հարվածը կկատարի Գրիգոր Հովհաննիսյանը Ալիրեզա և Հովհաննիսյան Հարված և Ալիրեզան հեռացներ բայց 2-1 օգուտ Պալերմոյին Ռեալից երորդը գնդակին մոտենում է Արսեն Աբոյանը Աբոյան հարված Դարպասածողն է խփում հիմա Պալերմոյին Հաշիվը 2-1 է, եթե էսի խփում եք, Չէ որ էսի երորդն է երորդն է որ խփում ալնում է 3-1 Հա, 3-1 եմ ասում են ու առավելություն եք ստանում, լավ Այո, խաղի երոսը Արսեն Ադամյան ով այսօր դարձավ հետրիկի հեղինակ և տեսնենք ինչպես կիրասնի 11 մետրանոց հարվածը Ադամյան և Ալիրեզա հարված 3-1 Էսի չխփեցիք խաղը վերջանում Եվ Էրիկ Կարապետյանն է մոտենում գնդակին, եթե հիմա Կարապետյանը չկարողանա գրավել դարպասը, ապա Պալերմոն կհայտնվի եզրափակչում։ Կարապետյան, հարված, գոլ, 3-2։ Լավա վայզ ոչ Ես որ խփեն կրում է Արամ Մարտիրոսյան, համար 26 Հաշիվը 3-2 է Հարված և գոլ 4-2 և Պալերմոն եզրափակչում է Պալերմոն եզրափակչում է Շնորհավորում եմ Պալերմոյի ֆուտբոլիստներին Հրաշալի խաղի և հրաշալի հաղթանակի կապակցությամբ Եվ մենք էլ բարեկամներ այսքանով ավարտենք այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից Այն ձեզ համար մեկնաբան է Շավարժ Հարությունյանը մի շնորհ հանդիպում